Բարեկալու ժողովրդան նոր վիդեո, այսօր խաղալու են Գերմանիայի հավաքականով շորցով դուք հավաստատ տեսել եք ու դուք չեք մոռանում բաժանորդագրվել ալիքին, որ 50 բաժանորդի 21 թիվը վեսինց ենք հավաքել, որտեղ լեգենդներ ափսոս ենք ագնենք, բայց տենց մի օր կգա, որ լեգենդներով ենք մենակ խաղալու, որ թումով խաղացել ենք երկերով։ Հիմա ասենք մեր առաջ խաղին։ Մի հատ լավ նորություն կասեմ Ռեալ Մադրիդի ֆաների համար։ Թիմ է եկել Բերնարդո Սիլվան, Մարկո Կուրելյան եւ Կոնատեն եւ Դումֆրիսը։ Այդ 4 հաղթողները եկել են Ռեալ Մադրիդ ու Ռեալ Մադրիդի ֆաների շատ գոհ են, գոհ կլինեն իրանցից, որտեվ իրանք շատ լավագույն ֆուտբոլիստներ են, բայց այս տարվա 2020 թվի Լուիս Ֆիգոն այդ նույն Մարկո Կուրելյանն է, որտեղ նա Բարսայում էլ է խաղացել, որը ինձ չի դզում, կարելի ասել։ Եվ ասում են, չգիտեմ խի, սա խոսում են Մարկո Կուրելյայի մասին, Օլիսեի մասին, կամ Բարսա գնալու, կամ Ռեալ, բայց շատ ասում են, Ռեալ Մադրիդ է գնալու։ Ես գոհ եմ այս տարվա Մադրիդից լավ խաղացողներ բերելու համար։ Դա Ժոզե Մորինյոն է, որը շատ գոհացեց այս տարի Ռեալ Մադրիդի խաղացողներին, ու ֆրանսիացիները Ռեալ Մադրիդում գնալով շատանում են, ու Էնդրիկն էլ հետ վեր է դառնում Ռեալ Մադրիդ։ Արա վայ Չելսի հորվածանեմ, գոնե հորվածանների անկյունային ելներ։ Ափսոս, շատ ափսոս։ Դեմբելեն, Օլիսե, բաս Շամինի, Մուսյանը խդմաստեր, Հավերց, որ չնեսամ մեր բաղթը շատ լավ է բերել թմի խաղացողների արդյունքով, բայց որ չնեսեմ ես բանը Գերմանիայի հետ հույսեր չունեմ, որ դաժե կարա հաղթի աշխարհի խաղերում։ Այս ասում են, որ Պորտուգալիան է հաղթելու, ուրիշ երկիր չի կարա հաղթի։ Մեկ է Ֆրանսիայի վրա հույսեր ունեմ, որ կարա հաղթի ու վсё։ Արգենտինան այս տարի հաստատ շանսեր չունի։ Ես տենց եմ մտածում, չգիտեմ, ում կարծիքը ոնց։ Բայց Բարսայի ֆաների համար նորություն չունեմ, որտեվ Բարսելոնան դեռ եկել է մի խաղացող այս վերջի շրջաններում, դա Գորդոնն է, որի վրա տենց հույսեր չունեմ։ Ու իմացեք 27 թվին ավա հաղթելու Չեմպիոնների լիգան։ Պարզա, ինձ թվում է բոլորիդ համար դա Ռեալ Մադրիդն է, որտեվ այլ լավագույն թիմով չի կարող Ռեալ Մադրիդը կրվի ուրիշ թմերին։ Ու Լա լիգան էլ հաղթելու պիտի հաստատ, որտեվ նենց խաղացողներ են Ռեալ Մադրիդ, որ շանսեր չունեն։ Ինտեր Բարսելոնա խաղը ով նայել է ու տեսել է ինչ գոլեր է խփել Դումֆրիսը, հիմա Բարսելոնան վախում է, արդեն դեմ է խաղա։ Ռեալ Մադրիդը ամենալավագույն թիմն է այս վերջի շրջանում։ Չեմ ասի, որ Բարսելոնան վատ թիմ է, բայց այս Ռեալ Մադրիդի ֆանները չգիտեմ ում համար ոնց։ Ես մենք գնում ենք հեսա էլի գոլ ուտելու, բայց մենք կթողենք այդ գոլը ուտենք, որովհետև Գերմանիան ինչպես միշտ հաղթա։ Իսկ կյանքում չեմ պատկերացրի, որ Գերմանիան կարա հաղթի։ Դախերի հավաքածու այս Գերմանիայի թիմը։ Ինչքան է ասեմ լավ է, լավագույն երկիր, լավագույն թիմ, բայց իրանք սա թախ են։ Բայց պիտի Տերշտեգեն լինեի, Նուար չլինեի։ Դեին ունենք, այն ինչ ունենք։ Փորձենք մի հատի կողներ երկու պատ գոլ խփենք, հավասարացնենք հաշիվը։ Մի գոլ խփած է, կարող շնորհավորենք մեզ
Բայց ես շատ կուզեի նորից Ֆրանսիայով խաղալ ու Ֆրանսիային դարձնել չեմպիոն։ Դե հիմա տենց է։ Բայց մյուս վիդեոում կարող է խաղանք նորից Բրազիլիայով, որտեղ Բրազիլիայում հավաքը կնա նոր խաղացողի ա բերել։ Ինձ թվում է արդեն բոլորը գիտեք։ Նեյմար Ջունիոր։ Եթե անչելոտին չգար բան, ինձ թվում է Նեյմարը չեք մասնակցելու աշխարհի խաղերին։ Շատ շանսերն է դաժե Բրազիլիան ունի, որտեղ իր երկու խաղում ինքը իր շատ լավագույն բանը չտվել։ Մենք էլ ոնց հասկանում ենք չեն կարող անցնել խաղի բանը ու կրվում ենք 3-1 հաշվով։ Հաջողություն բոլորին։ Այսօր TS վիդեոն շատ կարճ է լինում։ Ես կարող եմ նկարել դաժե մի հատ էլ շորտս ու մի հատ վիդեո կնկարենք այսօր երևի։ Հաջողություն բոլորին, ժողովուրդ ջան։